Սեղմեք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտակցում է, որ ինքը հնարավորություն չունի իշխանության գալու, շատ գիրիեն կոնա իրեն հույս տվել, որ այստեղ դրսից արտահանված քաղաքական գործի մոտ մի բան կստացվի, տեղի օլիգարխի մոտ մի բան կստացվի, կհավաքվեն իրար գլուխ եւ Ռոբերտ Քոչարյանին համապետական վարդանիկ կկարգեն, այդ մուրազը փորում Ռոբերտ Քոչարյանը դեռ երկար կսպասի, ես կարծում եմ։ Աշլամա, տարասեմ, թե բոլորիս համար պարզ է։ Մտողները անուշոտ են, եսի խաշլամի մասով, բայց հիմա ամենակարևորը տվյալ պային 20-26-ին ընտրում ենք 16-ին։ 20-26-ին քվեարկում են 16-ին։ Էլի բռնվեցին։ Ընտրակաշառք տալու գործով հերթական անգամ կաշառատուներն են ձերբակալվել, ձայնագրություն է հրապարակվել, բայց այս անգամ ընտրակաշառքը բաժանում են ոչ թե կալուգացի շպիոնի, այլ համապատասխան բելարուսցի օլիգարխի համար, այն Գագիկ Ծառուկյանի։ Ու ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ այս կաշառատուները դրանից առաջ կաշառք էին բաժանել կալուգացի օլիգարխի համար, բայց քանի որ փողը մեջը քիչ էր, հիմա սկսել էին ԲՀԿ-ի համար աշխատել, ԲՀԿ-ի համար ընտրակաշառք բաժանել։ Լսեք։ Ապրել հորոսով ես ասի սիկրել գնացի Բարգավաճ էլի։ Հա։ Բայց չէ որ հիմա մարդ է ստանում քեզ դրա մա փողեն տանի։ Դե չափա դրած որ ամիսը մի 20 հոգի տանել դեմ, փողիր ու ամիսը 150,000 դրամ։ Ու այո, թե կալուգացի թե բելարուսցի օլիգարխի համար ընտրակաշառք բաժանում է թաղային խուժանը։ Փորձ են անում թաղային խուժանի ինստիտուտը նորից հետ վերադարձնել երկիր։ Ինչպես մինչև 2018 թվականներ։ Թաղային խուժանի միջոցով փորձում են հարցեր լուծել։ Իսկ թե ինչ մակարդակի ու արժեհամակարգի տեր է այդ թաղային խուժանը, լսեք ինքներդ։ Պլանի փողը ռանդին կպահի սավեր։ Այդ հարփած ես դարձնել։ Հա, ծայրեք։ Դեպի պետք են զերծ ես դարձնել։ Ապրես, այ քու ուղիղնեցի։ Կալուգայի Սամոյի եղբոր տղան, այն Կալուգայի Սամոյի, ում երբ Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալի օգնականը զանգահարում է, ոտքի վրա կանգնած է զանգերին պատասխանում եւ ում տղան նաեւ համատեղության կարգով իրեն սեքսի նախարարի տեխնացուն է, հիմա այս մարդու եղբոր տղան հայտարարել է, որ իրենք հրազդանում ինչ-որ գործարան են կառուցել։ Ցավոք սրտի ուզում եմ նշել, որ չնայած կառավարության բազմաթիվ ջանքերին, ֆինանսական աջակցություններին եւ տարբեր տեսակի արտոնություններին, սրանք այդպես էլ այդ մի գործարանն անգամ չկարողացան կառուցել եւ այդ գործարանը այսօր վերջնական արտադրանք չի թողարկում։ Նույնիսկ ազատ տնտեսական գոտի ենք հայտարարել գործարանի տարածքը, որպեսզի կարողանան արտադրանք թողարկել, նորից չեն անում։ Շաբաթը մեկ զանգահարում են, ինչ-որ գումարներ են խնդրում աշխատավարձեր վճարելու կամ ինչ-որ բաներ անելու համար, բայց նորից գործարանը չեն կառուցում։ Անգամ անցած տարի տեխնիկական խնդիրների պատճառով նույնիսկ մարդ մահացավ։ Նորից գործարանը չեն կառուցում, մինչև վերջ չեն ավարտում։ Հիմա հարցս. երբ եք ավարտելու գործարանի կառուցումը։ Այդքան աջակցություն ավ կառավարությունը ձեզ տվե, այդքան բանա ձեզ տվե։ Երբ եք ավարտելու։ Դուք Դավթաշենցի լինելով, ես Թալինցի լինելով, Թալին համայնքի բնակիչ լինելով, ես ընդամենը խոսում եմ մեր համայնքի իրական վիճակի մասին։ Ես չեմ խոսում հիմա աշխարհաքաղաքական վիճակների մասին, ես չեմ խոսում, ես չեմ էլ մտնելու, չեմ էլ ուզենակ ձեր հետ մտնել այդ դաշտը, բայց ես նորից եմ կրկնում, արտար չի որևիցե մի հարցով գալ Դավթաշենցուն ասել 14 համարին ձյան գրել։ Ես իմ խոսքը ավարտեմ, պատերազմը բերեց չոքսել ես երկրի շեմին։ Բանակի ղեկավար մարմիններից դուք եք եղել, դուք մի խոսացեք ղեկավար։ Ես եմ եղել, իմ նմանների հիմա չեն ծառայում, Տավրոս ջան։ Բանակի ղեկավարը նախ ինքը պետք է լիներ առաջնագծում, ոչ թե թռներ։ Մի բարգան առանց, այդ եղել ես հոսպիտալում։ Իմ արյան հաշվիներ այդ շրջափակումը բացում։ Ես եմ եղել հոսպիտալում, ես մինչև հոկտեմբերի 13-ը կռվի մեջ եմ եղել։ Որտեղ եք եղել կռվի մեջ։ 9-րդ Չեք եղել դուք հադրուտ կռվի մեջ։ Բայց պատերազմը սկսվել առաջին օրվանից, 20 թվականի պատերազմի առաջին օրվանից։ Մեր ընկերական շրջապատ եղել է Հադրութում ու մասնակցել է պատերազմին, ձեզ չի տեսել ընդեղ ընդհանրապես։ Ու ասեկոսների հետ կապած ես չեմ կարա փաստեմ, դուք թողել եք պատերազմը գնացել եք եղբայր։ Ձեր նման կներեք, էլի ամենան հարգանքով ես։ Այս ձև մտածողները բոլորը
լավ սիրուն դրոշակ եք վառում, լավ սիրուն խոսում եք տարբեր ուժեր, լավ սիրուն խոսում եք Ղարաբաղի մասին, լավ սիրուն խոսում եք Արևմտյան Հայաստանի մասին, իսկ մեր ուժը, մի ներկապայն մեր ուժը ուզում է ու լինելու է, ուզեք, չուզեք, կռիվ ուզեք, թե չուզեք, խաղաղությունը, դուք ուզում եք, ով եղբայր, այն ժամանակներ, կռիվը գիտես ով է բերե չոկասրել, այն ժամանակ իշխանությունները, որոնց ցավոք սրտի մեր իշխանության ժամանակ էլ եք ծառայել, բայց գործի եւ աշխատանքի ընդունվել եք, եւ այդ սայլարկա գործողների հետ ընկերություն եք արել, եւ այդ պատերազմին փախնողների հետ ընկերություն եք արել, չեմ սխալում, ես փաստ եմ ասում։ Խաղաղ Հայաստանի խաղաղարար քաղաքացիներ ողջույն։ Սիրելի արարածիներ, այստեղ բեմ բարձրանալուց առաջ նայում էի Բելարուսա տենչ օլիգարխի մի հայտարարություն, որը ասում էր ախր այսպես այլևս շարունակել հնարավոր չի։ Այո, օլիգարխ թալանչիների շարունակելու ժամանակը ավարտվել է, որովհետև սկսվել է ժողովրդի ժամանակը։ Պատերազմի եռագլուխ կուսակցության բոլոր պարագլուխները միաբերան արշավանք են իրագործում խաղաղության դեմ եւ պնդում են, որ խաղաղությունը երաշխավորված չի։ Երաշխավորներ են պետք։ Ասում են, մենք կգնանք երաշխավորի հարցը կլուծենք։ Հարգելիներս, դուք եթե կարողանայի մի հատ հայոց լեզվի ուսուցչի հարց կլուծեիք մինչև հիմա, որը դուք չեք արել։ Դուք ո՞նց կարաք երաշխավորի հարց լուծել։ Դուք նույնիսկ չեք կարող երաշխավորել, որ երբ որ նախադասությունը սկսում եք, բարեհաջող ավարտելու եք։ Ձեր կյանքը նախադասությունից նախադասություն ձգվող մի անվերջանալի փորձություն է։ Հիմա դուք ո՞նց եք Չինաստանին, Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին բերելու որպես երաշխավոր։ Ինչպես գիտեք, սիրելի ժողովուրդ, արդեն Գագիկ Ծառուկյանի Փեսա Կարապետ Գուլոյանից բռնագանձվել է նրա շքեղ առանձնատունը, որի շուկայական գինը 2.5 միլիոն դոլար է։ Եվ ես երեք անցած օրը տեսա, որ Գագիկ Ծառուկյանն ասում էր, դե լավ, ինչ եք ասում, սովորական տուն է։ Մի հատ ես խնդրում եմ, թող ձեռք բարձրացնեն այն մարդիկ, ովքեր սենց սովորական տուն ունեն։ Մի հատ ձեռք չեմ տեսնում ձեր ձեռքերը, ժողովուրդ։ Ովքեր ունեն 2.5 միլիոն դոլարանոց սովորական տներ։ Գիտեք խիչ ունեք, ժողովուրդ։ Որովհետև այդ ձեր փողերով են, թալանած փողերով են գնել այդ 2.5 միլիոն անոցը։ Ու դա հիմա վերադարձել է ձեզ։ Կամ մյուս կալուգացի օլիգարխը, որը հիմա եկել է մեծ խոսում է, իրեն հորջորջում է որպես ուժեղ մարդ, ով գողացել է ձեր տան լույսը, ժողովուրդ, ով ձեր տան լույսն է գողացել։ Հիմա այդ նույն օլիգարխը եկել է ուզում է գողանա ձեր օջախի ճրագը, որովհետև իրագործում է քաղաքականություն, որը բերելու է անխուսափելի պատերազմի։ Թույլ ենք տալու, ժողովուրդ, թույլ չենք տալու։ Նրանք պատերազմի եռագլուխ կուսակցության պարագլուխները ցանկանում են Հայաստանը հետ շպրտել կոնֆլիկտի հորձանուտը։ Նրանք ուզում են ձեր զավակների կյանքը գրավ դնել պատերազմի բանկում եւ ուզում են, որ ձեր կյանքը նորից ձգվի ապագայի սպասելիքով, իսկ իրենք վայելեն ներկան եւ վայելեն իրենց կյանքը, բայց եկել է ժողովրդի պահը եւ եկել է ժողովրդի կյանքի ժամանակը։ Ժողովուրդ ջան, մենք մեր եւ ձեր սիրտը բաբախում են նույն ռիթմով։
Մենք ուրախանում ենք ձեր ուրախությամբ, որովհետև մենք սրտակից ենք, ժողովուրդ, մենք սրտակից ենք ձեզ հետ։ Մի հատ ցույց տվեք ձեր սրտերը։ Ցույց տվեք, վեր բարձրացրեք ձեր սրտերը։ Ահա այսպես մենք ուզում ենք, որ ձեր սրտերը միշտ վեր բարձրանան։ Մենք ուզում ենք, որ ձեր սրտերը ցնցան, եւ ձեր սրտերի հետ ուզում ենք, որ ցնցա Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդ, երբ որ մենք շրջում ենք Հայաստանում, ամենաշատը, որ մարդիկ մեզ ասում են վարչապետի մասին, ասում են Նիկոլը մեր տան տղեն է։ Եվ ուրեմն հունիսի 7-ին մենք պիտի գնանք եւ պիտի ընտրենք ձեր տան տղու միջև եւ ձեր տան լույսը գողաթողի միջև։ Մենք պիտի ընտրենք ձեր օջախի ճրակը վարպահողի եւ ձեր օջախի ճրակը մարողի միջև։ Եվ հունիսի 7-ին մենք ընտրելու ենք մեր ու ձեր տան խաղաղության, Հայաստանի խաղաղության համար, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալություն։ Ողջույն սիրելի շրջանավարտներ ջան, շնորհավորում եմ վերջի զանգի կապակցությամբ եւ մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, գիտելիքներով լի ճանապարհ, քանի որ 21-րդ դարում առանց գիտելիքի չկա զարգացում, չկա առաջընթաց, չկա ուժեղ պետություն։ Եվ մի շատ վատ քաղաքական գործիչ, պետական գործիչ մի անգամ մի արտահայտություն արեց, ասեց, երբ որ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ որ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ որ բախտի դար էր, մենք բախտ չունեինք։ Հիմա մտքի դար է, եւ դժբախտաբար մենք միտք չունենք, քանի որ մեր երկրում շատ վատ է կրթական համակարգը, բայց 21-րդ դարում առանց կրթության հնարավոր չէ։ Ինչի համար մեր կուսակցության առաջնային ծրագրերից մեկն է անվճար կրթության հնարավորություն ստեղծելը բոլորի համար, ինչպես արդեն անում է մեր հարևան Վրաստանի Հանրապետությունը։ Յուրաքանչյուր շրջանավարտ պետք է ստանա բարձրագույն կրթության, որպեսզի իր գիտելիքներով, իր հզոր մտքով այս մտքի դարում կարողանա զարգացնել մեր երկիրը եւ զուգահեռ նաեւ զարգացնել շրջապատը։ Շնորհակալ եմ, հիշեցիք թիվը։